Դարի հիվանդություններից մեկը շաքարային դիաբետը ախտահարում է ահագնացող տեմպերով։ Եթե մինչև 2000 թվականը Հայաստանում ամեն տարի 2000 նոր դեպք էր հայտնաբերվում, ապա վերջին 3-4 տարում եռապատկվել է, տարեկան գրանցվում է 6000 հիվանդ։ Եվ այդ տենդենսը շարունակվում է ու շարունակվելու է, որտեղ ըստ կանխատեսումների 30 թվականին մոտավորապես ազգաբնակչության կեսը աշխարհի տառապելու է շաքարային դիաբետով։ Հիվանդության ռիսկի գործոնները շատ են, բայց հիմնականը 3-ն են՝ ժառանգականությունը, ճարպակալումն ու արյան բարձր ճնշումը։ Ըստ տվյալների 60% ճարպակալվածների մոտ կյանքի ընթացքում զարգանալու է շաքարային դիաբետ։ Դիաբետիկների համար դեղորայքից շատ ավելի կարևոր է ճիշտ սննդակարգը, ասում է Հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգը։ Անհետևողական սնվելիս հետևանքները կարող են անդառնալի լինել։ Տնտեսվարողներն էլ երբեմն օգտվելով առիթից իրենց արտադրանքի վրա մակնշում են, թե այն խորհուրդ է տրվում կամ նախատեսված է հենց դիաբետիկների համար։ Էդվարդ Թորոմանյանը շեշտում է, հիվանդների սնունդը ըստ էության չի տարբերվում առողջ մարդու սննդամթերքից։ Միայն կան հատուկ շոկոլադի տեսակներ, որոնք պարունակում են, ասենք, 80-ից ավել տոկոս կակաոն, որ իսկապես շոկոլադ է, ոչ թե յուղ է մեջը։ Դիաբետիկների համար նախատեսված քաղցրավենիքը ներմուծվում է արտասահմանից։ Սահմանային անցակետերում այն ստուգվում է, լաբորատոր քննության ենթարկվում։ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցը վստահեցնում է, եթե շեղումներ լինեն, ապրանքը վաճառակետերում հաստատ չի հայտնվի։ Ծառայության տվյալներով Հայաստանում հատուկ դիաբետիկների համար սննդամթերք կամ հաց չի արտադրվում։ Համենայն դեպս ոչ առողջապահության նախարարությունը, ոչ էլ սննդի անվտանգության պետական ծառայությունը նման ապրանք արտադրելու դիմում կամ ծանուցում որևէ տնտեսվարողից չեն ստացել։ Եթե անգամ նշված է, որ դա նախատեսված է դիաբետիկների համար, մենք չունենք փաստ, երբ որ արտադրողը ներկայացրած կլինի մեզ համապատասխան փաստաթղթերը, որով եւ կվստահեցնի մեզ, որ իր արտադրանքը հանդիսանում է հատուկ նշանակության սննդամթերք։ Իսկ օրենքը հստակ պահանջ ունի հատուկ նշանակության սննդամթերք արտադրելու համար նախ պետք է ստանալ առողջապահության նախարարության դրական եզրակացությունը։ Առանց եզրակացության մայրաքաղաքի հացի արտադրամասերից մեկը թխում ու խանութներում անարգել վաճառում է այսպես կոչված դիետիկ հաց։ Փաթեթի վրա էլ սպառողին տեղեկացնում է, որ այն խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին։ Արտադրամասի տնօրենը հեռախոսով հայտնեց, որ բաղադրատոմսը շաքարախտով հիվանդ տատիկն է տվել։ 40 տարի առաջ նա թխել է, կերել, համենայն դեպս հիվանդությունը չի բարդացել։ Որոշել, որ սա հատուկ դիաբետի համար է, դա ոչ մի արտադրող իրավունք չունի։ Հացի արտադրամասի տնօրեն Տիկին Օլյան չի էլ իմացել, որ առանց մասնագետի եզրակացության իրավունք չունի հիվանդին խորհուրդ տալ, առավել եւս այդ խորհուրդը փաթեթի վրա գրել։ Խոստացավ հենց վաղը դիմել առողջապահության նախարարություն։ Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ վստահեցրեցին, խնդրին հետամուտ են լինելու։ Ազնիվ Կարապետյան, Գևորգ Մանուկյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։